Դերասանուհի Լուիզա Ներսիսյանը օրերս հյուրընկալվելով հաղորդաշարերից մեկին բավականին զավեշտալի պատմություն էր պատմել դստեր Լիլիթի մանկության տարիներից։ Ըստ Լուիզայի, Լիլիթն ու տատիկը բավականին հաճախ նույն տաքսիով վերադարձել են տուն, ու երբ վարորդն իմացել է, որ Լիլիթը Լուիզայի ու Հրանտ Թոխածյանի դուստրն է, նրանցից գումար չի վերցրել, բայց մի օր էլ Լիլիթն ու տատիկը տուն են վերադարձել մեկ այլ մեքենայով, ու վարորդը բնականաբար նրանցից վերցրել է գումարը։ Լիլիթն էլ դրանի պատասխան նշել է, որ մյուսները երբ իմանում էին, թե ինքը ում դուստրն է, գումար չէին վերցնում, իսկ ինչու այդ վարորդը վերցրեց։ Միևնույն ժամանակ Լուիզան պատմությունը պատմելով ընդգծել էր, որ Լիլիթը մինչև հիմա ամաչում է այդ դեպքից։ Լուիզա Ներսիսյանը այն հայհայտիներից է, ում այս տարիների ընթացքում վերագրվել են ամենատարբեր տեսակի միջամտություններ ու վիրահատություններ։ Լուիզան սակայն օրերս «Հարցեր կան հարցեր» հաղորդման ընթացքում խոսել էր այդ թեմայի մասին ու նշել. «Դիմել եմ միայն մեկ պլաստիկ վիրահատության, քիթս եմ վիրահատել մեզ մոտ Հայաստանում։ Մեր մասնագետներին վստահում եմ, կոսմետիկ միջամտություն անելը վիրահատություն չէ, բայց միշտ վերագրում են վիրահատության։ Մաշկի խնամքի տարբեր ձևեր կան, որոնք առանց դանակի տակ մտնելու ճիշտ շտկումներ են անում։ Հիալուրոնաթթուն ներարկում են մաշկի մեջ, որը մաշկին ձգվածություն է տալիս։ Ի դեպ, տղամարդիկ էլ են անում, տարիքի հետ քեզ պետք է թարմացնես։ Տարին մեկ կամ երկու անգամ արվում է այդ պրոցեսը։ Իրականում մարդիկ որքան որ մտածում են իմ մասին, ես այդքան չեմ հետևում ինձ։ Կուզեի իհարկե այդքան շատ ժամանակ տրամադրեի ու կարողանայի մանրակրկիտ ինձնով զբաղվել։ Ես կարողանում եմ պահի տակ կողմնորոշվել, հրաշքներ գործել ու լավ տեսք ունենալ։ Ամբողջ օրը դրանով չեմ զբաղվում։ Իմ մասնագիտության թերություններից է, որ անկախ իմ կամքից սկսում եմ արագ ապրել, արագ շպարվում եմ, արագ պատրաստվում եմ։ Կես ժամում կարող եմ պատրաստվել եւ տանից դուրս գալ, բայց օրեր են լինում, որ ողջ օրն անցկացնում եմ գեղեցկության սրահում, պատմել է դերասանուհին։ Նշենք նաև, որ տևական ժամանակ լուրեր էին պտտվում, որ Լուիզա Ներսիսյանն ու Հրանտ Թոխածյանը ամուսնալուծվել են, ու իր հարցազրույցներից մեկի ընթացքում Լուիզան անդրադարձել էր նաև այդ թեմային։ Դրա մասին խոսել էր նաև նրանց դուստրը Լիլիթը։ Իհարկե սկզբում անսովոր էր, նեղվում էի ու ասում, ախր ոնց, աշխարհի ամենահամերաշխ ընտանիքն ունեմ, հիմա չեմ էլ կարդում, ոչ էլ ուշադրություն եմ դարձնում։ Իսկ ահա Լուիզան նույն թեմային անդրադառնալով նշել էր, որ սոցիալական էջերում համատեղ լուսանկարներ չունեն, քանի որ Հրանտ Թոխածյանը չի համաձայնում լուսանկարներ եւ միայն շատ տարիներ առաջ են համատեղ նկարվել, իսկ ահա բաժանման լուրերի մասին խոսելիս նշել էր. Արդեն սովորել եմ այդ լուրերին ու մեզ բացարձակ չի հետաքրքրում, հանրային մարդը պետք է սովոր լինի նման խոսակցություններին, պարզապես մարդկանց թեմա է պետք, որպեսզի լցնեն իրենց կյանքը։ Ես երբեք չեմ նյարդայնացել հանդիսատեսի ավելորդ ուշադրությունից, երբեք չի եղել, որ կապիշոն հագնեմ, որ հանկարծ ինձ չճանաչեն, նմանատիպ բաներն ինձ համար չեն, մարդասեր եմ ու ինձ հաճելի է բոլոր տեսակի ու ժանրի մարդկանց հետ առնչվել։ Միակ բարդությունն այն է, որ Հրանտ Թոխածյանը նկարվել չի սիրում, բայց քանի որ ինքն էլ մարդասեր է, երկրպագուները երբեք չեն զգա, որ նկարվել չի սիրում։ Լուիզան նշել էր, որ ինքը Հրանտին կարողանում է գոհացնել։ Իմպրովիզներն անպակաս են, բայց որ ասեմ տնային տնտեսուհու կերպարի մեջ եմ մտնում, չի ստացվում, բայց համեղ եմ պատրաստում ու աման լվանալու վատ մոլուցք ունեմ։ Իսկ ահա խոսելով դստեր Լիլիթի հետ հարաբերությունների մասին եւ մայր դուստր մոդելի մասին, Լուիզան նշել էր. Շատ հարցերում համակարծիք ենք առօրյայից մինչև ստեղծագործական, քանի որ միշտ միասին ենք, նույն թեմայի մեջ ենք, իսկ բախումներ լինում են այն ժամանակ, երբ հայացքներն այլ են լինում։ Եթե միասին փորձում ենք բարի ու լավ բան անել, տարաձայնություններ չեն լինում են առողջ բանավեճեր։ Գուցե զարմանալի թվա, բայց Լիլիթը կարողանում է իրեն կողքից դիտարկել։ Ենթադրենք ինչ-որ քայլ արեց, որը թինեյջերական դրսևորում էր։ Միանգամից կողքից իրեն նայում ու ասում է. լսիր, ոնց որ են թինեյջերներից լինեն, որ փակվում են սենյակում ու ասում իրենց չխանգարեն։ Նա կարողանում է առողջ դատել ու հասկանալ, ինչ է կատարվում։ Գուցե պատճառը նա է, որ 3 սերունդ կա տանը, պատճառը նաև թերևս դերասանական միջավայրում լինելն է, որտեղ հոգեբանական վերլուծությունները շատ են, քննարկում ենք, թե ինչն է կերպարին դրդել այդ քայլին, հետևաբար նման վերլուծությունները հնարավորություն են տալիս իր եսը վերլուծել։ Լուիզայի եւ Հրանտ Թոխածյանի միջև 19 տարվա տարիքային տարբերություն կա եւ անդրադառնալով այն հարցին, որ ինքը ավելի ակտիվ է եւ չի նեղվում Հրանտի պասիվությունից, Լուիզան ընդգծել էր.
Չեյասի պասիվ է, շատ դեպքերում ինքն է ավելի ակտիվ։ Տարիքային տարբերությունը երբեք չենք զգացել, իսկ ինձ համար կարևոր է ներդաշնակությունը։ Երկար տարիներ միասին ապրելով արդեն կարողանում ես հասկանալ դիմացինդ ինչով ու ինչպես է շնչում։ Դե եթե իմ հետ ամուսնացավ, ես էլ իր հետ ամուսնացա, իսկ իրականում լինել այս ասպարեզում ու չլինել տեսակով վատ իմաստով դերասան, այլ լինել տղամարդ դժվար է գտնել։ Դերասանները մի վատ հատկանիշ ունեն՝ նարցիսիզմ, որն ավելի կանացի դրսևորում է, այ դրանից Սրանտը ձերբազատված էր։ Ընտրելով այս ճանապարհն ինձ համար կարևոր էր, որ կողակիցս հասկանար, ինչ է թատրոնն ու իր դրսևորումներում ստեղծագործող լիներ, առօրյան ճիշտ կառուցելու համար։ Իհարկե կենցաղային բախումներ լինում են, բայց սրանք անցողիկ հիմար բաներ են, որոնց վրա չի կարելի անգամ ժամանակ ծախսել։ Պետք է պարզապես կյանքը սիրել ու կյանքի ամեն մի վայրկյանը գնահատել, փորձելով առավելագույն դրական հույզեր տալ։ Անկեղծ որպես դերասանուհի ուզում եմ էքսպերիմենտներ անել, բայց չես կարող մեղադրել ռեժիսորներին։ Մեր դաշտը հագեցած չէ նոր ֆիլմերով, նոր նախագծեր քիչ են լինում։ Դրա համար, երբ ինչ-որ նախաձեռնություն է լինում, միանգամից մտածում են ինչն էր ստացված, քանի որ պրոդյուսերները ձախողում չեն հանդուրժում։ Հիմա որոշել եմ իմ տեղում լինելու, փորձել իմ աշխատանքում անել առավելագույնը։ Երբ մեր կարողություններից դուրս այլ պլաններ ենք ունենում, օրինակ փորձում ենք ազգը փրկել, այդ ժամանակ ձախողում ենք։ Փորձում եմ փոքրիկ բաներով ինձ ուրախացնել։ Տխրությունը գրավիչ է, այդպես քեզ մատնում ես պարապության թևաթափ ես լինում։ Դու կարող ես ուղակի նստել, սգալ ու կգան մարդիկ, որոնք կյանքը սիրում են ու քեզ կհանեն քո տեղից։ Պետք է կարողանալ պայքարել, հաղթել ու լույս սփռել, նշել էր դերասանուհին։ Արծաթել կար, այս դու ինչը դրեցի չէ՞։ Որը։ Բարի օր բոլորին։ Այդ փայլը մենակ տակը դրեցի։ Վերևը որ սեն շատ սիրուն է լուսավոր։ Ես ուզում եմ դեմ ուրիշ բան լինեմ։ Ինչ էիր խոսքվել։ Ու քեզ Հիմա ինչ ես խոսում։ Եվ կվերջացնենք։ Через 5 минут, 5 րոպե։ Սպասում եմ, բարև ձեզ։ Սպասելու ընթացքում ասեցի լայվ մտնեմ, որտեղ հոգնում եմ, էլի սպասելուց։ Դուք էլ իմ հետ սպասեք գոնե։ Եվ կվերջացնենք։ 5 րոպեի։ 5 րոպեից ասում են արդեն 15 րոպե առաջ Վանից։ Բարի օր բոլորին։ Շնորհակալություն հեռախոսների ներողում։ Շնորհակալություն։ Գեղեցիկ էքը քյով է գրվում, էլի գյով գրում ուրիշ բան է հասկացվում, փոխեք։ Մերսի։ Beauty Fabric-ում եմ։ Վերջացրել են մեյքափին, շատ վաղուց, բայց չգիտես ինչի ես դեռ այստեղ եմ։ Ասեմ ով արել մեյքափը, մի րոպե մի հատ ցույց տամ էլի։ Այս հրաշք անձնավորությունը։ Էսի։ Այն լավն է, չէ՞։ Մեյքափ Սեդուրն անում մեյքափը, այ նկարարումից մի անգամից եկել եմ բարև ձեզ Լուիսա Ներսիսյանը, Տերեզա Մարմիրասյանը, Արմինեն, Վիկան, Վիկան, Իրինան, Լուիսա Ներսիսյանը, ինձ երկու անգամ ես ասել շատ շնորհակալ եմ, որ իմ 10 տարվա դուք եղել եք իմ կողքին Իսի շատ սիրուն կադր եմ բռնացրել, գիտես չէ։ Դուք զգում եք, որ տաս երեքում մենք պրոստը կանգնած ենք ու չենք շարժվում։ Արդեն 10 րոպե կանգնած ենք 13-րդ հարկում։ Խմացում ու մեզ շատ լավ ենք զգում։ Ավարտվեց երեկոն, բայց մեր երեկոն դեռ չի ավարտվել։ Մեր շարունակում է մի քանի լոքեյշն։ Հետևեք մեզ։ Ու կիմանաք։ Սա էր խոստացած հրապարակը։ Սա էր խոստացած պտույտը։ Ինչ պտտվի, կանջատես, որ չիմանան ուր ենք գնում։ Վերջապես հասանք։ Էվա, ծնունդդ շնորհավոր։
Կարճ էր, բայց հասցրեցինք վայելել մթնոլորտը, իսկ հիմա շարժվում ենք առաջ մեր գործերով։ Դուք կապշեք, եթե իմանաք թե ուր, այ իրոք կապշեք, որ այս ժամին մենք ուր ենք։ Հասանք, վերջապես հասանք։ Իսկ ուր, իհարկե նկարահանմակել ուր պիտի մենք գնանք։ Այդ ուր պիտի գնանք։ Ահա այստեղ են շատ սիրելիները։ Ձեզ ենք սպասում, ժողովուրդ ուր եք, մենք սիրում ենք ձեզ։ Լյուզին էլ պրոյեկտ չկան չեք ուշանում։ Վերջ, երկար ու արդյունավետ օրը կարող ենք համարել փակված։ Բարի գիշեր բոլորին, ուսամ Ժաննան էլ արդեն հասել տուն։ Մինչ վաղը։ Երկու տարբերակ կա։ Մեկը այստեղ թռնում ենք։ Երկրորդը աստիճաններով կամված իջնում ենք, տխուր գնում ենք։ Հիմա որ մեկը։ Մենք ընտրեցինք երրորդ տարբերակը։ Լիլիթին թողնում եմ այստեղ, ես գնում եմ փողը բերում եմ։ Ընտրեցինք երրորդ տարբերակը։